Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանին, առավել հայտնի որպես Ադմիրալ Սամվել անունով։ Ազատամարտիկները նոր են վերադարձել դիրքերից, որպես կամավոր էին մեկնել դեռ շաբաթներ առաջ։ Պարոն Հովսեփյան, բարի երեկո, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, որոնք են նախնական ձեր տպավորությունները դիրքերից հենց առաջին գծից, քանի որ ինֆորմացիան այստեղ եւ այնտեղ միանգամայն տարբերվում է։ Ասեմ ձեզ, որ դիրքերում ամեն ինչ նորմալ է, մեր զինվորները, մեր բանակը իր տեղում է, նաև եթե տեղում չլիներ, մեզ կամավորականներին չեն ասի, դուք ձեր առաքելությունը արդեն կատարել եք, կարող եք վերադառնալ։ Մի խոսքով առայժմ հանգիստ է սահմանում եւ մեր բանակը իր առջև դրված խնդիրները կատարվում է լիարժեք։ Դուք եղել եք հիմնականում այն վայրերում, որտեղ մենք առավել շատ կորուստներն ենք ունեցել, այդ վայրերում ինչպես է իրավիճակը Թալիշում, արդյոք կա վերաբնակեցում, որովհետև շաբաթներ առաջ վարչապետը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, որպեսզի վերադառնան, այնտեղ արդեն կան հարմար պայմաններ, արդյոք այդպես է իրավիճակը։ Կարող են վերադառնալ, իհարկե կան բնակարաններ, տներ կան, որ քանդված են, դե բնական խոշոր կալիբրի զինատեսակներից են գրակել, վերանորոգման խնդիրներ կա, բայց կա բնակարաններ, որոնք կարող են վերադառնալ եւ կարող են լիարժեք ապրել։ Եվ Մադաղիսում, արդեն Մադաղիսում բավականին շատ վերադառնում էին, արդեն երևում էր մեր գալու օրերին։ Նաև կար Թալիշում, մարդիկ արդեն իրանց դռների վրա գրում էին, ես գյուղում եմ գտնվում, խնդրում եմ չմտնեք ներս։ Այսինքն արդեն զգացում էր, որ կամավոր մարդիկ վերադառնում են։ Երևում էր։ Պարոն գնդապետ, վերջին օրերին հատկապես շատ է քննարկվում կորուստների հարցը Հայաստանի, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը օդանավում ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ մենք 800 հեկտար հողատարածք ենք կորցրել, որը սակայն ռազմավարական եւ մարտավարական առումով մեծ նշանակություն չունի, եւ որ մեր զինվորների կյանքը չարժեին այդ հողերը, դրան հաջորդեցին իշխող կուսակցության մյուս անդամների հայտարարությունները, թե դրանք ամայի տարածքներ են եւ այլն։ Ես կցանկանամ լսել ձեր տեսակետ, արդյոք այդ տարածքներն իսկապես մեզ համար նշանակություն չունեին եւ արդյոք սա հող չէ մեր իշխանությունների կողմից նախապատրաստվող գուցե նաեւ հետագա զիջումների համար։ Ես ուզում եմ ընդհանրապես պարզ խոսել, ժողովրդի լեզվով ասեմ։ Նախ եւ առաջ բավականին շատ էր կորուստը։ Մինչեւ ամսի 6-ը, բավականին հետ ենք վերցրել նախկին դիրքերը, եւ ուղղակի ժամանակ չեղավ այդ մնացածը վերցնելու, քանի որ Մոսկվայում հանդիպեցին, պայմանավորվեցին զինադադարի, մենք ուղղակի ժամանակ չունեցանք դա հետ վերցնել այդ մի փոքր կորուստը։ Հիմա խոսենք սենց, եթե մենք գնում ենք այդ փոքրիկ հատվածը հետ վերցնելու, արդյոք դա ավելի թանկ է, քան մի զինվորի կյանքը։ Մենք կարող ենք հետ վերցնել դա, բայց դրանից եթե հիմա այն պահը չի, որ մենք դա վերցնենք եւ առաջ շարժվենք, քանի որ կա պայմանավորվածություն եւ դրանից հետո էլ նախագահները հանդիպեցին, զրուցեցին։ Իհարկե ամեն մի սանտիմետրը թանկ է մեր համար, բայց ես կարծում եմ չարժի հիմի այս իրավիճակում, նաեւ արտաքին քաղաքականության իրավիճակում ինչ որ գնալ այդ փոքր մասի հետևից, ժամանակը չի։ Եվ ինքնագործունեությունը լավ բան չի։ Կային կամավորականներ, որ կարող էին, ասենք, ինքնագործունեությամբ զբաղվել, դա միայն վնաս էր բերելու։ Եթե լինի ամսի, Աստված չանի, նորից կրկնվի ամսի 2-ի, 3-ի, 4-ի իրավիճակը, մենք կգնանք առաջ։ Ոչ թե կգնանք 800 քառակուսի կամ ասենք 800 հեկտար վերցնելու, այլ մի երկու շրջան կվերցնենք Եվս մի 20 տարի կապովենք խաղաղությունը։ Հնարավորությունները կա, բանակը իր տեղում է, զենքի զինամթերքի խնդիր չկա, կամավորականների խնդիր չկա, մարդկային ռեսուրսն էլ է հերիքում, այնպես որ ուղղակի իրավիճակը թույլ չի տալիս։ Ես կարծում եմ սխալ է հիմի վազել դրա հետևից։ Իհարկե չարժեր դա կորցնել,
բայց ժամանակ չունեցանք այդ վերականգնելու։ Եթե կարելի հստակեցում, դուք ձեր խոսքում նշեցիք հիմա ժամանակը չէ, ես ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև նախագահի ասուլիսից հետո շատերի մոտ այն տպավորությունն էր, որ մենք ընդհանրապես այսպես ձևակերպեմ ձեռք ենք քաշում այդ հողերից եւ անվերադարձ հանձնել ենք, չենք էլ գնալու այդ ճանապարհով։ Այսինքն կգա ժամանակ, պարզապես հիմա ժամանակը չի թելադրում հետ վերցնելը եւ այդ անսպասելի որոշումը Մոսկվայում հրադադարի հետ կապված մեզ այն ժամանակ հետ կանգնեցրեց, այդպես եք կարծում։ Ես այլ կերպ ձևակերպեմ։ Ես կարծում եմ, որ խաղաղ բանակցություններով ոչ մի հարց չի լուծվելու։ Ղարաբաղյան խնդիրը լուծվելու է միայն ու միայն ռազմական ճանապարհով։ Կամ մենք իրանց, կամ իրանք մեզ։ Բայց ավելի շատ հակված եմ, որ մենք անպայման իրանց։ Այսինքն չեմ կարծում, ցույց տվեք ինչ-որ մի սանտիմետր հող, որտեղ որ զինվոր չի զոհվել, գրավելուց կամ անձնելուց։ Ինչը Ղարաբաղը 250, Ադրբեջանը 250 ազգային հերոս տվել այդ կամ տարածքներ կորցնելուց։ 2-3 տարածք էլ կկորցնի շրջաններ, թող 450 հերոս ունենա, մենք էլ ունենանք 2 կամ 5 հոգի։ Ինչ է եղել։ Եվ չեմ կարծում, որ մի օր չի գա այդ իրավիճակը։ Գալու է այդ իրավիճակը եւ կտեսնեք, որ մենք էլի տարածքներ են գրավելու, այնպես որ այդ ասուխոսներին պետք չի բառերից կարճվել։ Այս պայն գտնում եմ, որ նպատակահարմար չի։ Իհարկե ցավալի է մի քանի սանտիմետր կորցնելը։ Ոչ մեկ չէր ուզի, բայց եթե չլիներ կոնկրետ պայմանավորվածություն, մենք հիմա իրավունք չունենք խախտելու։ Ինչ անենք, գնանք նորից խախտենք։ Իրանք որ երբ որ սկսում են ավտոմատներից կրակել, հա, մենք համարյա թե քիչ ենք պատասխանում։ Ինչ են քիչ պատասխանում, որովհետև դա վերածվում է արդեն խոշորի։ Այսինքն սկսում են արդեն ավելի մեծ տրամաչափի զինատեսակներից կրակել եւ կարող է 10 արկ իր նպատակակետին չհասնի, մեկը հասնի եւ մենք ունենանք կորուստ։ Առանց տարած գրավելու կորուստ են կորցնում։ Արժի դա։ Սա է խնդիրը։ Եվ այդ պատերազմը մեզ այսօր ձեռ չի տալիս։ Այսինքն նաև ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ որևէ կերպ չեք միանա, չեք համախմբվի Ժիրայր Սեֆիլյանին, ով կոչով է հանդես եկել, որ ինքը պատրաստ է ստանձնել, հավանաբար ծանոթ եք այն առաքելությունը, որից Սերժ Սարգսյանը հրաժարվում է եւ իր միջոցներով, իր գումարտակի միջոցով գնալ հետ նվաճել այդ հողերը, որովհետեւ համագործակցության կոչ է արվում նաև, հետաքրքիր է ձեր դիրքորոշումը։ Ես հարգում եմ Ժիրայր Սեֆիլյանին եւ իր անցած ուղին։ Բայց կարծում եմ ինքնագործունեությունը այսօր չի կարելի ինքնագործունեությամբ զբաղվել, որովհետև ունենք բանակ։ Բանակը իր առջև դրված խնդիրները կատարում է։ 90-ական թվականներին նման երևույթներ եղել են։ Գնացել ենք ինքնակամ ինչ-որ մի տարածք են գրավել, մի գյուղ են գրավել, մի քաղաք են գրավել, եղել են այդպես իրավիճակներ։ Բայց հիմա այդ իրավիճակը չի։ Եվ իհարկե այսօր Ժիրայր Սեֆիլյանի չէ, իմ գումարտակին էլ ասեն գնա գրավի, կգնամ գրավեմ, բայց ինքնագործունեությամբ չեմ ուզում ես զբաղվեմ։ Եւ այդ էլի եմ ասում, կարճվել այդ 800 հեկտարից չարժի։ Իմաստ չկա դրա։ Ուղղակի այդ 800 հեկտարը չարժի մի զինվորի ոդկ անգամ։ Ինչի մասին է խոսքը։ Եթե արտաքին իրավիճակը թելադրի, որ հարկավոր է մարտական գործողություններ անել, ոչ թե 800-ը, այլ 8000 հեկտար կվեկալենք, 80000 հեկտար կվերցնենք։ Բայց այդ 800 հեկտարի համար չարժի այսօր, ոնց որ մատներս դնենք դզեզի բունը, արժի այդպես։ Ես տենց եմ կարծում։ Դուք նշեցիք նաև, որ այս հակամարտությունը չունի խաղաղ ճանապարհով կարգավորում, միայն եւ միայն ռազմականն է լինելու լուծում, ըստ էս հանդիպումները Վիեննայում, հնարավոր վերսկսվելիք բանակցությունները Ադրբեջանի հետ, որևէ արդյունք այնուամենայնիվ չեն, դա եւ արտաքին միջնորդների ներգրավվածություն, արտաքին հետաքրքրությունները այս կոնֆլիկտում, որովհետեւ ակնհայտ է, որ սա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի կռիվը չէ եւ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Իհարկե գերպետությունները ամեն մեկը շահագրգռված է Ղարաբաղյան հարցով, ամեն մեկը իր ազդեցությունն ուզում ունենա տարածաշրջանի վրա եւ նաեւ ինչ որտեղ խանգարում են մեզ։ Գերպետությունների, որ ուզում են ազդեցություն ունենան, մեզ խանգարում են։ Երբ որ գերպետությունները զբաղված են լինում, մենք տարածքներ ենք գրավում։ Միշտ տենց է եղել։
նախորդ ժամանակաշրջաններում եւ չեմ կարծում խաղաղ պայմաններում դե բանակցություններ 20 տարի է գնում է։ Ինչ լուծում է ստացել։ Լուծում չի ստացել։ Անընդհատ գնացել են, հանդիպել են, խոսել են, ասենք փողկապներով փոխանակվել են, նստել են առանց փողկապի։ Ես չգիտեմ, այդ դիվանագիտական ճանապարհով չեմ տեսնում սրա լուծումը։ Նաև այս 20 տարվա խաղաղությունը Ադրբեջանի 5 շրջանների կորուստի արդյունք էր, որ իհարկե ժամանակը աշխատում էր իրենց օգտին, բայց հիմա մենք էլ ենք արդեն շուռ եկել, հիմա այստեղ խնդիրը սա է, որ հանրապետության նախագահան նաև լավ գիտակցում է, որ ամբողջ աշխարհը Հայաստանից երես թեքեց նաև իրենից։ Եվ մենք հասկացանք, որ բարեկամներ չունենք այս օրերին։ Գիտեք, բոլոր բարեկամները ամեն մեկը իր ինձ երեսով է բարեկամություն անում, բայց ժողովուրդը այսօր դուրս եկավ, կանգնեց նախագահի կողքը, կանգնեց պետության կողքը, բանակի կողքը եւ այն բոլոր ռազմական տեխնոլոգները սխալվեցին իրենց արտահայտություններով։ Նաեւ հաշվարկված Ադրբեջանն էլ հաշվարկել, որ գիտեք ինչ, ժողովուրդը դուրս չի գա կռվելու, ազատամարտիկները նեղացած են, ես չգիտեմ, մարդիկ արտագաղթում են եւ այլ եւ այլ։ Հիմա, եթե ժողովուրդը դեմքով շուռ եկել դեպի իշխանությունը, բանակը, պետությունը, հա, իշխանությունը ու նախագահն էլ պիտի դեմքով շուռ գա արդեն ժողովուրդը։ Մենք տեսնում ենք այս օրերին այդ իրադարձությունները։ Դրա համար ժամանակ է պետք, sense արագ չի երևա, մի օր երկու օրում չի երևա։ Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի այդ ամեն ինչ երևա եւ կարծում եմ պիտի որ հասկանալի լինի, որտեղ ցանկացած նեղացած ազատամարտիկ, հա, ցանկացած նեղացած ազատամարտից գնաց պայքարեց իր պետության պետականության համար եւ սահմանների համար, ճիշտ է, եւ ավտոմատ կերպով նաեւ պաշտպանեց նախագահի աթոռը, որտեղ մի շրջան եթե կորցնեիք նախագահի աթոռը փախնելու էր տակից։ Եվ ավտոմատ ձևով դա է ստացվել։ Հիմա 800 հեկտարը դες ինչ ռեզոնանս է ստացել ամբողջ հանրապետությունով մեկ։ Ես կարծում եմ, որ իշխանությունները դեմքով շուռ կգան ժողովրդին, ամեն ինչ կանեն, որպեսզի, որտեղ ամենաթանկ բանը վերջապես ցանկացած պետության, ցանկացած պատերազմող պետության մեջ դա մարդկային ռեսուրսն է։ Մենք պիտի դողանք մարդկային ռեսուրսի համար, որտեղ վերջի դոք մարդկային ռեսուրսն է հարցը լուծում, ոչ թե զենքը, զինամթերքը։ Այ եթե մենք շեշտը դնենք մարդկային ռեսուրսի վրա, որ մեր արտագաղթը դադարի, մարդիկ վերադառնան, ամեն ինչ լավ կլինի, բանակն էլ իր տեղում կլինի, սահմաններն էլ ապահովված կլինեն, եւ վերջապես մարդարարած իրավունք ունի բարեկեցիկ կյանքով ապրելու։ Այդ դա է պետք մեզ։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, դուք նշեցիք նաև նորից մեջբերեմ ձեր խոսքերը ռազմական ճանապարհով լուծման հետ կապված, այսօր մեր բանակը մենք նշում ենք, որ մենք ունենք մարտական ոգի, որ մեր զինվորները պատրաստ են դրան, բայց օրերը ցույց տվեցին, որ բանակում եւս կա կոռուպցիա, պաշտոնանկ արվեցին, նաև փոխնախարարը պաշտպանության նախարարությունից հետաքրքիր է առհասարակ թե մարտունակության առումով, զինատեսակների առումով, որ մեջ էր բերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքը, մենք ունենք թե անհրաժեշտ զինատեսակները եւ ընդհանրապես այն ռեսուրսը, որպեսզի կարողանանք դիմագրավել հնարավոր ագրեսիային նորից հակառակորդի։ Գիտեք, ես քարորիա պատերազմը նաեւ ցույց տվեց, թե մենք որտեղ ինչ թերություն ունենք։ Ուն լինի դա բանակում, թե կառավարության ներսում, թե կառավարման համակարգում եւ բնականաբար ավելի ցայտուն երևաց դա այս քարորիա պատերազմում։ Եվ նաև իհարկե կային մարդիկ, որ իրենց տեղում չէին։ Բնականաբար նրանք պիտի ազատվեն պաշտոններից։ Բայց պիտի չմոռանանք, որ բանակը ընդհանուր առմամբ տեղում է եղել, որտեղ մենք շուրջ, եթե չեմ սխալվում, 28 սպա ենք կորցրել հայոց բանակի։ Այդ 95, հա, կարծեմ 95 օգուտ, որպես 25 թե 27-ը սպայական կազմից է եղել։ Նշանակում է բանակը տեղում է չի եղել։ Այսինքն ցավալի է դա, բայց եւ վերևի օղակներն են տեղում եղել եւ ներքևում, բայց եղել է նաեւ թերություններ։ Եվ այդ թերությունները ինձ թվում է ավելի ցայտուն երևաց,
որտեղ ինչ կա։ Եվ ինձ թվում է իհարկե ճիշտ է այդ կադրային փոփոխությունները։ Շատ լավ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ գնդապետ Սամվել Հովսեփյանի հետ։